Շնորհակալություն։ Խնդրեմ հաջորդ տեսահարցը։ Բարև ձեզ տիկին նախարար, ես Սմբատ Արտերեսյանն եմ, ապրում եմ Նոր Արեշում։ Լավ առաջարկ ունեմ։ Ինչու օրինակ մի նախագիծ չեք ներկայացնում ազգային ժողով, որ մեր ոստիկանության ռոճիկը բարձրանա։ Մեր թիկունքը ապահովողներն են, իրանց ռոճիկները թող բարձր լինի։ Ինչու օրինակ հիպոթեկից չկանան զեղչերով օգտվել, ինչու օրինակ իրանց համար լավ չլինի։ Ես սրտանց առաջարկում եմ նախագիծը մշակեք, ներկայացրեք ազգային ժողով, թող տղեկը լավ բարձր ռոճիկ ստանան, որտեղ իրանք են հիմնական աշխատողը, օրենքն է։ Օրենքի աշխատողները եթե բարձր ռոճիկ չստանան, ումա պետք է օրենքը։ Իրանք օրենքի պահապաններն են։ Ես կարծում եմ, որ շատ հազվադեպ են գոնե թե եթերում հնչում այսպիսի, այսպես ասեմ, կարծիքներ, որովհետև շատ հաճախ մեզ քննադատում են ոստիկանության տարբեր օղակների աշխատավարձերի բարձրացման քաղաքականության համար, բայց ես ուրախ եմ, որ նաև մեր քաղաքացին եւս կիսում է այն մոտեցումը, որ այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունն ապահովող կառույցի ներկայացուցիչը, ոստիկանը պիտի ունենա արժանապատիվ վարձատրություն։ Սա մեր կառավարության քաղաքականությունն է եւ հենց այս տրամաբանության մեջ է, որ մենք ներդրել ենք ատեստավորման գործընթացը։ Ուզում եմ նաեւ անկեղծ լինել եւ նշել, որ մենք չունենք այնպիսի քաղաքականություն, որ ավտոմատ ոստիկանության կամ ցանկացած այլ ծառայության աշխատավարձերը պիտի բարձրանան։ Ի վերջո մենք խնդիր ունենք նաև վերագնահատելու մեր ծառայողների կարողությունները եւ ռեալ պատկեր ունենալու պրակտիկ աշխատանքի։ Սա է պատճառը, որ մենք ներդրել ենք ավելի լավ գործիքակազմ, որը ատեստացիան է, եւ ատեստավորման տարբեր փուլերի շրջանակներում մենք նաև վերագնահատում ենք մեր ծառայողների կարողությունները եւ ըստ այդմ աշխատավարձային բարձրացման քաղաքականությանը հասնում են այն ծառայողները, որոնք հաղթահարում են բոլոր փուլերը հավուր պատշաճի։ Այս պայծրությամբ մենք ունենք շուրջ 5000 ոստիկանության ծառայողներ, որոնք հաղթահարել են ատեստացիան։ Պիտի նշեմ, որ այս թիվը շատ մեծ չէ, որովհետև ոստիկանության համակարգը ունի ավելի մեծ հաստիքային միավորների կազմ որպես այդպիսին, սա ցույց է տալիս մեր օբյեկտիվության մասին, որովհետև արդեն մի քանի տարի է ինչ մենք ունենք ատեստավորման համակարգը ոստիկանության համակարգում, բայց մեր ծառայողներից ոչ բոլորն են, որ կարողանում են սահուն կերպով հաղթահարել ատեստացիայի բոլոր փուլերը։ Նշեմ նաև, որ ատեստավորման արդյունքում մեր ծառայողները, եթե օրինակ քրեական ոստիկանը նախկինում ստանում էր շուրջ 285,000 դրամ դրամական բավարարում, ատեստավորման արդյունքում կարող է այս թիվը հասցնել մինչև 585,000 դրամ դրամական բավարարման։ Կարծում եմ սա այն վարձատրության չափն է կոնկրետ օղակի համար նախատեսված, որը թույլ է տալիս պատշաճ սոցիալական երաշխիքների համակարգ ապահովել այս դեպքում քրեական ոստիկանների համար եւ ոստիկանության մնացյալ ծառայողների համար եւս, եւ մենք նպատակ ունենք ավելի զարգացնելու սոցիալական երաշխիքների ընդհանուր բազան։ Ինչու եմ այսպես ասում, որովհետեւ մենք ի վերջո պիտի խելամիտ բարձրացումներ կատարենք եւ խելամիտ, այսպես ասեմ, զարգացումներ ունենանք սոցիալական երաշխիքների ընդհանուր փաթեթում, որպեսզի այն լինի մոտիվացնող, այն լինի մոտիվացիան բարձրացնող նաև, եւ մեր ծառայողները վստահ լինեն, որ ավելի լավ աշխատելու, ինքնակրթվելու, կրթական տարբեր պրոցեսներին մասնակցելու արդյունքում է միայն, որ նրանք կարող են հավակնել առաջխաղացման կամ ունենալ տարբեր խրախուսանքներ ծառայության շրջանակներում։ Ես նաև նշեմ, որ մենք մշակել ենք նաև ոստիկանությունում ծառայության անցնելու պայմանները եւ գրավչությունը բարձրացնող մի օրենսդրական նախաձեռնություն, որի մասին նաև դուք խոսեցիք, հարգելի քաղաքացի, խոսքս բնակարան, բնակելի տուն ձեռք բերելուն, բնակելի տուն կառուցելուն վերաբերող նախաձեռնությունն է եւ մենք նախատեսում ենք, որ մեր ոստիկանները կկարողանան մատչելի եւ նաև որոշ չափով արտոնյալ պայմաններով օգտվելու հիպոթեկային վարկավորման ծրագրից։ Իհարկե ծրագրի շահառու են լինելու ոստիկանության բոլոր ծառայողները, բայց ողջամտությունը պահպանելով կունենանք ծրագրի ներդրման փուլային տարբերակ եւ հաշվի առնելով տարածքը, սոցիալական տարբեր իրավիճակները մեր ծառայողների կկարողանանք իդենտիֆիկացնել կոնկրետ խմբերին։ Հուսով եմ, որ առաջիկայում մենք նախագիծն արդեն կներկայացնենք ազգային ժողով եւ կունենանք արագ հաստատում։ Շնորհակալություն։ Ավելացնեմ, որ դրա լավ օրինակ ունի պաշտպանական գերատեսչությունը եւ մեր ուժային բոլոր կառույցները պետք է համարահարթեցվեն նման սոցիալական փաթեթ ունենալու տեսանկյունից, միայն աշխատավարձը չի ոստիկանի համար կարևորը ոստիկանական ծառայություն անցնող մեր քաղաքացու սոցիալական փաթեթի մեծ փաթեթ ունենալու մեջ է նրա ընտանիքի անդամների, երեխաների կրթության։ Դա այն նպատակներ են, որին պետք է հասնենք։ Իսկ ինչ որ նշեց տիկին նախարարը
տվյալ օրինագծի հետ կապված, դա պահանջված օրինագիծ է եւ սոցիալական փաթեթի տեսանկյունից դա կլրացնի գոնե բնակարանը ունենալու հնարավորությունը կմեծացնի եւ դա նաեւ հեռանկարը ոչ միայն գրավչությունը բարձրացնելու տվյալ պահին, գրավչությունը բարձրացնելու շարունակականության մեջ կարելի է տեսնել նաև ծառայության ամբողջ ընթացքը ընդཐུպ թոշակավորումը, որովհետև շատ երկրներ կան, որ ծառայության ընթացքում իրենք ավելի քիչ աշխատավարձ են ստանում, բայց թոշակավորում անցնելուց, երբ որ ծառայության ամբողջ ընթացքը մինչև թոշակի անցնելը եղել է անխափան եւ նորմալ, նա ուրեմն ավելի բարձր թոշակ ունենալու հնարավորությունից կարող ակտուել։ Դա նպատակն է։ Դրան հասնելու համար բազմաթիվ քայլերով պետք է մոտենանք դրան։ Եվ դա է պատճառը, որ շարունակականությունը բոլոր բարեփոխումների անշեղորեն պետք է լինի անընդհատ իրականացվող ծրագրի շրջանակներում։ Այնպես որ օրինագիծը ինչքան շուտ մենք տոներից հետո ունենանք, այնքան արագ ոստիկանների համար սոցիալական փաթեթի այս դրույթը կունենանք նաև ծառայության ընթացքում։ Ես միայն ավելացնեմ, որ ես էլ եմ շատ ողջունում քաղաքացու հարցը ու քաղաքացու ձևակերպումները։ Սա նշանակում է միայն մի բան, որ մեր քաղաքացիները չեն տրվում այն արհեստական, անտրամաբանական ու, չգիտեմ, անմարդկային կարելի է ասել պնդումներին ու նարատիվներին, որոնք պարբերաբար դաշտ են նետվում տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, այն է հակադրությունը պարեկների ու օրինակ սահմանապահ զորքերի միջև, որտեվ դա արհեստացին ու անտրամաբանական մի հակադրություն է, որտեվ պարեկների մի շատ մեծ մասը նախկինում հենց սահմանին կանգնած զինծառայող են եղել, հետո զորացրվել, եկել դարձել են պարեկ։ Այսինքն այդ մարդիկ լուսնից չեն իջել ու դարձել պարեկ, նույն զինվորական ծառայությունն անցած են տղամարդիկ հիմնականում եւ այլն։ Երկրորդը այդ պարեկների ու ոստիկանության նկատմամբ տարվող այդ հակաքարոզը կամ նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը հասարակության շրջանում եւս շատ անընդունելի է առնվազն, քանի որ նույն պարեկներն են, որ հենց այսօր, հենց այս պահին ապահովում են մեր ճանապարհային երթևեկությունը, որ օրինակ ինչ որ մի խմած վարորդ այս պահին չդառնա ինչ որ մեկի ընտանիքի ողբերգության պատճառ։ Նրանք են, որ հենց այս պահին կամ անցած գիշեր կամ եկող գիշեր կանխելու են քաղաքում թմրաշրջանառության ինչ որ մի դեպք, որի արդյունքում հենց մեր հեռուստադիտողներից ինչ որ մեկի երեխան չի հարաբերվելու թմրանյութի հետ ու չի կործանվելու նրա ճակատագիրը։ Հենց այս կարևոր աշխատանքն է, որ տանում են մեր ոստիկանները, մեր պարեկները, մեր համայնքային ու մեր քրեական ոստիկանության ծառայողները։ Ու մենք պետք է շնորհակալություն հայտնենք նրանց իրենց ծառայության համար ու երբեք չտրվենք այն նարատիվներին, որոնք որ իրենցից ենթադրում են հակադրություն մեր հասարակության երկու կարևոր շերտերի միջև։ Մեր հասարակության օրենքը, օրինական կարգը պահող իրավապահների եւ մեր պետության անվտանգությունը պահող բանակի միջև։ Շնորհակալություն